ոտքի դատարանն է գալիս։ Ձերդ գերազանցություն կուսակալ Պիղատոս, այստեղ են հավաքվել Հրեաստանի մեջ գտնվող ամենավտանգավոր մարդիկ, նրանք մեղադրվում են մեր հայրերի ավանդույթները անարգելու, հասարակական վայրերում Աստծո անունից խոսելու, Նազովրեցի Հիսուս աղանդին հետևորդ լինելու մեջ։ Ինչ կասեք ձեր դեմ ընչած մեղադրանքներին։ Ես նախընտրում եմ լռել, կարծես դրա իրավունքն ունեմ։ Լռությունը ձեզ վրա կարող է թանկ նստել, տիկին, դուք չեք վախենում մահապատժից։ Վախենում, մահից, իսկ ինչ է մահը։ Ձերդ գերազանցություն, ես ամենաքիչը կուզեի, որ որդիս Աստված լիներ, բայց ի սկզբանե գրված էր, որ երանելի եմ լինելու կանանց մեջ։ Երանի թե չլինեի, չգիտեմ ինչու Աստված ինձ ընտրեց։ Ամեն անգամ, երբ բացում էի մարգարեություններն ու կարդում, որ նա մորթված է լինելու, մեր մեղքերի համար, անմիջապես փակում էի, ինձ համոզելով, որ այդ ամենը նրա մասին չէ։ Շատ հաճախ մեղադրել եմ ինձ, որ մեկ անգամ խնդրեցի ջուրը գինի դարձնել, կարծես դրանով համաձայնություն տվեցի նրան հրաշքներ գործելուն։ Բայց հիմա հասկանում եմ, որ նա կանչված էր մարդկանց բժշկելու, ազատագրելու, բազում հրաշքներով նրանց հավատքը բարձրացնելու։ Այնպես, որ դուք էլ ձեզ մի մեղադրեք, նա պետք է խաչվեր։ Դուք իրավունք չունեք այդպես խոսելու կայսր փոխանորդի հետ։ Շարունակեք, տիկին, ես ձեզ լսում եմ։ Ձերդ գերազանցություն, դուք նրա մեջ տեսնում եք մեկին, ով նույնիսկ իր մահից հետո սպառնում է ձեր կայսրությանը, բայց դուք մոռանում եք, որ խոսքը որդուս մասին է, սիրելի որդուս։ Ես ձեզ հասկացա, տիկին։ Դուք Կորնելիոս, լինելով հռոմեացի, ինչը ձեզ ստիպեց թողնել մեր հայրերի հավատքը և դառնալ Հիսուսին։ Ձերդ գերազանցություն, ես շփոթմունքի մեջ եմ։ Հիսուսը իմ տեսած ամենազարմանալի անձնավորություններից մեկն էր։ Մեկ անգամ փողոցով անցնելիս նկատում եմ հրեաները հավաքված էին, անառակ Մարիամին քարկոծելու համար։ Նրա այդ օրվա հարցը փոխեց իմ ողջ կյանքը։ Նա ասաց, ով անմեղ է, թող առաջինը քարը գցի։ Եվ ես շրջվեցի եւ գնացի, եւ այդ տանջող հարցը ինձ հետ։ Ես բարեպաշտ մարդ եմ, օրինապահ, հավատարիմ ընտանիքիս եւ կայսրությանս, բայց այդ օրվա հարցը տանջում էր ինձ գիշեր ու ցերեկ։ Եվ ես սկսեցի հետևել Հիսուսին ամենուրեք։ Եվ ես տեսել եմ փոխված կյանքեր, բժշկված մարդիկ։ Ես այդ ամենը տեսել եմ։ Ձերդ գերազանցություն։ Ես խորապես համոզված եմ, որ Հիսուսը ավելին էր, քան մահկանացու մեկը։ Ես հիմա շփոթված եմ, հոգիս խռոված, քանի որ մի բան մտածեցի, միթե նա մեզանից մեկն էր։ Ես չգիտեմ, բայց հոգուս խորքում ես դեռ համոզված եմ, որ խաչելությունը դա դեռ վերջը չէ։ Ահա այն կինը, ում մասին խոսում էի, նա կարող է որպես վկա հանդես գալ ձեր թույլտվությամբ։ Ազատ էր արձակում մեղավորներին, այդպես չի կարելի, պետք է քարկոծել Լռություն դահլիճում։ Ով է այդ կինը։ Ես ուզում եմ լսել նրան։ Ես առարկում եմ,
Ձերդ գերազանցություն, դա մեր քննվող գործի հետ կապ չունի։ Դա անմիջական կապ ունի այս գործի հետ։ Այս գործը շատ կարևոր է ինձ համար։ Ես չեմ պատրաստվում երկրորդ անգամ լվանալ ձեռքերս, ու այս անգամ ես կգնամ մինչև վերջ։ Թող առաջանա վկան, իսկ դուք կարող եք նստել։ Դուք ասացիք անբարոյական կին, ով է այս կինը։ Ես նույն այն կինն եմ, ով Հիսուսին հանդիպելուց առաջ այո, այդպիսի կյանքով էր ապրում։ Դուք իմ մեջ չեք տեսնում այդ կնոջը, իմ հայացքի մեջ չեք տեսնում այդ հայացքը, որովհետև այդ կինն իմ մեջ մահացավ այն պահին, երբ ես հանդիպեցի նրան։ Նա ոչ դատապարտեց ինձ, ոչ էլ արդարացրեց, նա պարզապես ներեց ինձ։ Ես ճանաչելով նրան ճանաչեցի ինձ ու հասկացա, թե որքան թանկ եմ Աստծո համար։ Հետևել եմ նրան մինչև խաչ ու խաչից հետո էլ հետևելու եմ նրան։ Անգամ եթե սպառնակ ինձ, որովհետև մահն այդքան սարսափելի չէ, որքան կյանքն առանց կյանքի, առանց Քրիստոսի։ Ձեր Հիսուսը այլևս չկա, ձեր Աստված մահացել է։ Գուցե Հիսուսը ֆիզիկապես ինձ հետ չէ, բայց նա իմ սրտում է ապրում։ Ձերդ գերազանցություն, մենք վկա ունենք, թույլ տվեք խոսի։ Թող խոսի։ Ձերդ գերազանցություն, ես ողջ կյանքս ապրել եմ արդարության համար, թշնամի համարելով յուրաքանչյուրին, ով դեմ է եղել մեր հայրերի ավանդույթներին։ Այն Հիսուս մարդը, ում մասին նրանք այդքան գեղեցիկ խոսում են, իրականում մեծ խառնաշփոթ բերեց մեր երկիր։ Երկիրը կարծես բաժանվեց երկու մասի, եղբայրը եղբորը թշնամի դարձավ, նա ոչնչացրեց մեր համոզմունքները, նա մոլորեցնում էր։ Ինչ ապացույցներ ունեք։ Նա ասաց, որ կքանդի մեր հայրերի կառուցած տաճարը եւ 3 օրում կվերականգնի։ Դա սրբապղծություն է։ Այո, այդպես չի կարելի։ Ձերդ գերազանցություն։ Նա կեղծ բժշկություններով ժողովուրդ էր հավաքում։ Ինչպես կարող եք կույրը տեսնել, քաղաքայլել։ Ձերդ գերազանցություն։ Նրա հրաշքները իրական էին։ Մենք վկա ունենք, թույլ տվեք խոսի։ Թող խոսի։ Ես առարկում եմ։ Ասացի թող խոսի։ Ինչ խոսի ծնե կույր ու հաշմանդա մեկ ով տեսնում է հիմա։ Ով է ես մի ժամանակ մինչև Հիսուսին հանդիպելը, մի լքված մուրացկան, զրկված հույսից ու լույսից։ Ով ենք մենք բոլորս մինչև նրան հանդիպելը, հիվանդության ու մեղքի գերի, դուք խաչեցիք մեկին, ով ինձ կյանք պարգևեց, բժշկեց։ Ինչու համար, ով Աստված, ինչու խաչեցիք նրան։ Երանի թե առաջվա պես կույր լինեի ու այս աչքերով չտեսնեի նրան խաչի վրա։ Ես էլ ասելու բան չունեմ։ Իսկ ես ասելիք ունեմ, ձերդ գերազանցություն, խնդրում եմ, թույլ տվեք խոսել։ Ես մեկ անգամ բաց եմ թողել այդ պահը, այս անգամ չեմ ուզում։ Ձերդ գերազանցություն, նա մեր ընտանիքի լավագույն բարեկամն էր, Հիսուսը, մեր սուգը ուրախության վերածողն էր։ Մեկ անգամ վշտացրել եմ նրան, երբ հյուրընկալությամբ տարվելով բաց թողեցի խոսքը։ Իսկ նա այնքան հետևողական էր խոսքի նկատմամբ, որովհետև գիտեր, որ իրենից հետո իր խոսքով ենք ապրելու։ Ես չդրեցի լավագույն բաժինը իմ բնավորության պատճառով։ Չի ուզենա կարծեր, որ արհամարհում եմ իրեն։ Ուղղակի ես այնքան շատ էի ուզում պատվել նրան, ես այնքան եմ սամում։ Կարգի իրավիրեք ձեզ տիկին, դուք հիմա ոչ թե ձեր Հիսուսի առաջ պիտի արդարանաք, այլ դատարանի։ Պարոն դատավոր, խնդրում եմ, թույլ տվեք շարունակել քրոջս խոսքը։ Մեկ անգամ էլ Հիսուսը մեզ վշտացրեց։ Այս արդեն հետաքրքիր է։ Մենք հեռագիր ուղարկեցինք Հիսուսին, որ մեր եղբայր Ղազարոսը մահամերձ է։ Նա չշտապեց գալ։ Իսկ ես այնքան էի հավատում, որ երբ նա գա, եղբայրս չի մահանա։ Հիսուսը եկավ, երբ եղբայրս արդեն 3 օր մահացած էր, չէի ուզում ցավակցական խոսքեր լսել։ Հիսուսը միակն էր, ումից կյանք էր հոսում, ոչ թե մահ։ Մահը նրա հետ կապ չունի։ Ու երբ Հիսուսը
հրամայեց եղբորս դուրս գալ գերեզմանից։ Նա դուրս եկավ։ Ավելի պարզ խոսեք տիկին։ Դուք ուզում եք ասել, որ ձեր եղբայրը դուրս եկավ գերեզմանից, որովհետև ձեզ թվացել էր, թե նա մահացել է եւ սխալմամբ եք թաղել նրան։ Ոչ, ձեր այդ գերազանցություն։ Մեր եղբայրը մահացած էր, բայց բոլորիս աչքի առաջ կենթանացավ։ Ղազարոսը կենթանացավ։ Ու մի բան էլ, չկարծեք, թե Հիսուսը մահացել է, որովհետև մահը անզոր է նրա դեմ։ Տեսա արդեն ծաղրանք է դատարանի դեմ։ Ես Պոնտացի Պիղատոսս միշտ եղել եմ վճռական մարդ, հաստատակամ ու խստասիրտ։ Իմ որոշումները երբեք չեն քննարկվել, նույնիսկ իմ կողմից։ Բազմաթիվ մարդիկ մահապատժի են ենթարկվել իմ հրամանով։ Բայց այս անգամ ես ինքս եմ շփոթված եւ զղջում եմ։ Զղջում եմ, որ խաչեցի մեկին, ով իրեն Աստծո որդի էր հայտարարել։ Հիշում եմ այդ օրը, երբ արևը խավարեց, երկրաշարժ եղավ, ես իմ առանձնասենյակում էի, չէի կարողանում մոռանալ նրա սիրով լցված հայացքը եւ ձայնը լիզորությամբ։ Փորձում էի հասկանալ, թե որն է ճշմարտությունը, ու մի սարսափելի միտք ինձ հանգիստ չէր թողնում։ Գուցե նա հենց Աստծո որդին էր։ Գուցե նա էր ճշմարտությունը։ Միթե ես սխալվեցի։ Ձեր այդ գերազանցություն, ձեր այդ գերազանցություն, ձեր այդ գերազանցություն։ Թույլ տվեք զեկուցել, սա շատ կարևոր է։ Զինվոր, դուք հասկանում եք, որ օրենքի խիստ խախտում եք կատարում։ Ձեզ կարող են աստիճանազրկել։ Անհոգ եղեք, ես ինքս եմ թողնելու ծառայությունս։ Այս դեպքից հետո ես այլևս չեմ կարող ծառայել։ Ձեր այդ գերազանցություն, թույլ տվեք զեկուցել, սա անմիջապես գործի հետ է կապված։ Ինչ է պատահել զինվոր, խոսեք։ Հիսուսի գերեզմանը դատարկ է։ Նա նետացել է։ Ես այդպես էլ գիտեի, որ նրանք կգողանան սուտ հարության լուրեր տարածելու համար։ Ես այդպես էլ գիտեի։ Նրան չէին կարող գողանալ, գերեզմանակարը մեկ ենք հսկել, ես եմ հսկել, բայց նա այնտեղ չէր, այնտեղ միայն նրա հագուստն էր։ Փաստորեն, Հիսուսը հարություն է առել։ Ահա թե որն է ճշմարտությունը։ Գործը հայտարարում եմ փակված։